Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշահամալիրը գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ կոչվում է նահատակած հուշարձան։ Այս հուշարձանը կառուցվել է 1965 թվականին, իսկ մի քանի տարի հետո արդեն կառուցվեց Ծեռակաբերդի հայոց ցեղասպանության հուշահամալիրը։ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայ եկեղեցին առաջինը հանդես եկավ հիշատակության մեծածավալ միջոցառումների կոչով։ 1965 թվականին հրատարակվեց երջանկահիշատակ Վազգեն Վեհապարի առաջին կոնդակը, որով 1965 թվականը պետք է հռչակվի որպես ազգային տուրքի եւ աղոթքի տարի։ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին 2015 թվականի ապրիլի 23-ին նորին Սրբություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս եւ Մեծի տանն կաթողիկոս Կիլիկիո կաթողիկոսի Արամ առաջինի կոնդակով սրբադասվեցին հայոց ցեղասպանության բոլոր զոհ գնացած նահատակները։ Եվ ամեն տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ կատարում են նահատակած հուշարձանի մոտ իրենց բարեխոսական կարգը հայոց ցեղասպանության բոլոր սուրբ նահատակների համար։